Ակտեր TV Արփի Հակոբյան, պարոն Ավինյան, 2021 թվականին դուք չընդգրկվեցիք ՔՊ ցուցակում եւ հետո մի գրառմամբ հանդես եկաք, որ բիզնեսը եւ քաղաքականությունը պետք է տարանջատված լինեն, ըստ էության նկատի ունենալով ցուցակում ընդգրկված գործարարներ Խաչատուր Սուքիասյանին եւ Գուրգեն Արսենյանին, եւ ստացվում է, որ հիմա Արսենյանը չկա ՔՊ ցուցակում, Խաչատուր Սուքիասյանը եւս ասել է, որ ինքը ընդգրկված չի լինելու, արդյոք սա է պատճառը, որ այս անգամ դուք ընդգրկվել եք ՔՊ ցուցակում։ Եվ պարոն Ավինյան, Անիֆի թեմայով մի հարց տամ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամիսներ առաջ ասել էր, որ ձախողում եւ խայտարակություն է այն, ինչ տեղի է ունեցել Անիֆում, դուք էլ ասել եք, որ մանրամասների եք տիրապետում եւ այնտեղ կոռուպցիա չկա։ Հիմա ուզում եմ հարցնել, դուք ձեր քաղաքական թիմի ղեկավարի հետ համամիտ եք, թե ոչ։ Եվ պարոն Ավինյան, մի նկար ձեզ ցույց տամ, սա Սարյան փողոցում է արվել այս նկարը եւ ուզում եմ հարցնել, արդյոք սա այս բացվածքը օրինական է եղել թե ոչ։ Օրինակ ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը պնդում է, որ վտանգավոր նախադեպ է, քանի որ հազարավոր այդպիսի բիզնեսների սեփականատերեր կարող են դիմել եւ նույնն անել աղճատելով շենքերի ճարտարապետական տեսքը, բացի այդ մատնանշվում է շենքի սեյսմակայունության վրա ազդեցության խնդիրը։ Եթե թույլտվությունն օրինական է, ինչ հիմունքներով է տրվել։ Շնորհակալ եմ։ Իրականում կդժվարանամ վերջին հարցին պատասխանել, Երևան քաղաքում ամեն օր տասնյակներով փորձեր են կատարվում իրականացնել ինքնակամ շինություններ եւ շատ դեպքերում այդ արձանագրումները Երևանի քաղաքապետարանը իրականացնում է, պատասխանատվության է ենթարկում, իսկ նոր երթի օրենքով առհասարակ քանդման պահանջ է կարողանալու ներկայացնել բոլոր գործընկերներին, ձեր մատնանշած տարածքը իրականում համատիրության վերահսկողության տարածք է եւ իրավական տեսանկյունից նաեւ համատիրության պատասխանատվությունն է, բացի ինքնակամ շինություն իրականացնող անձից։ Ես վստահ եմ, որ այս տեսակ ինքնակամ շինությունների տեղատարափը, որ այս փուլում դեռևս ունենք, իհարկե մենք շատ մեծ ջանք ենք ներդրել, որպեսզի այդ ինքնակամ շինությունների հետ կապված մեր քաղաքացիների դիրքորոշումը փոխվի եւ նմանատիպ փորձեր քիչ կատարվեն եւ քաղաքում հարյուրավոր ինքնակամ շինություններ ենք քանդել, մասնավորապես օրինակ տենց տասնամյակներ այդ մանկական աշխարհի հարակից տարածքում Աբովյան փողոցի եւ դեպի հյուսիսային պողոտա այդ բոլոր կցակառույցները մի օրում ուղակի հողին ենք հավասարեցրել, տարատեսակ կրպակներ, կցակառույցներ, ցանկապատված տարածքներ մաքրել եւ բացազատել ենք եւ վստահորեն կարող եմ ասել, որ Երևան քաղաքում այս ծավալի աշխատանք ինքնակամ շինությունների դեմ պայքարի տեսանկյունից վերջին մի քանի տասնամյակում չէր իրականացվել։ Ինչ վերաբերում է արդեն օրենսդրական կարգավորումներին, այն հատվածներում նույնիսկ որտեղ իրավական տեսանկյունից մենք այս պայդրությամբ քանդելու կամ խոչընդոտելու մեծ հնարավորություն չունենք, բացի արձանագրելուց եւ տուգանելուց, մենք ունենալու ենք այդ հնարավորություն երթիմ նոր փաթեթով, որով որ մենք պահանջ ենք ներկայացնելու քանդման, ինքնակամ շինության կամ ինքնակամ բացվածքի կամ որևէ մի բանի, որը իրականացվել է ինքնակամ ձևով եւ չիրականացնելու դեպքում տնտեսվարողը կամ ֆիզանձը շատ մեծ տուգանքների է ենթարկվելու, մինչեւ տենց մի քանի պարբերականությամբ մինչեւ 4 միլիոն եւ նույնիսկ դրանից ավել դրամի չափով։ Եվ իրականում մեր կարծիքով այդ լուծումներից հետո մեզ մոտ որևէ խնդիր եւ հարց չի մնա այդ առումով։ Ինչ վերաբերում է Անիֆին, գիտեք, Անիֆի մասով շատ անգամներ եմ հարցին անդրադարձել եւ ես ունեմ շատ հստակ իմ տեսակետը հարցի վերաբերյալ, այո, ձախողում կարող ենք արձանագրել եւ ինչ որ մի փուլում մենք այդ ձախողման պատճառներին պետք է անդրադառնանք եւ կարող է դուրս գա, որ ինչ որ պաշտոնյաներ Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաներ ունեն շատ մեծ մեղավորություն ձախողումների մեջ եւ ես հուսով եմ այդ օրը կգա եւ այդ պաշտոնյաները պատասխանատվության կենթարկվեն։ Ինչ վերաբերում է, ես շատ հստակ կարծում եմ դիրքորոշումը հայտնում եմ, խնդրում եմ մի ընդհատեք։ Ինչ վերաբերում է, դուք ասացիք առաջին հարցը ինչն էր, Խաչատուր Սուքիասյանը եւ Գուրգեն Արսենյանը ցուցակում չլինեն։ Ես 2021 թվականին իմ դիրքորոշումը կարծում եմ ի նպաստ է եղել մեր թիմին, որովհետեւ ես կարծում եմ, որ մենք որոշակի վերանայումներ այնուամենայնիվ իրականացրել ենք այդ ժամանակվանից հետո եւ բիզնեսի եւ իշխանության տարանջատումը, խոշոր բիզնեսի
եւ իշխանության տարանջատումը կարևորագույն սկզբունք է պետության կայացման առումով։ Դուք այսպես ասած այդպիսի պահանջ Նիկոլ Փաշինյանի առջև դրել եք այս անգամ։ Ես կարծում եմ, ես ձեր բոլոր հարցերին պատասխանեցի։ Ուղիղ չպատասխանեցիք, պարոն Ավինյան։ Ներողություն էլի, պարոն Ավինյան, այսինքն ստացվում է դուք կենտրոնում այն ինչ որ ապօրինի ենթադրաբար կառուցվել է, դուք տեղյակ չեք ինչ է կառուցվել։ Եթե ապօրինի լինի կքանդեք։ Ապօրինի է, թե ապօրինի չէ, ես անկեղծ ասած դուք հիմա ինձ մի հատ նկար եք ցույց տալի Արփի ջան, ու ասում եք խնդրում եմ հենց հիմա ասեք էս ինչ է։ Ոնց ասեմ։ Առաջին անգամ ձեր հեռախոսից, եթե Արփի ջան, դուք պատկերացնում եք, որ Երևանի քաղաքապետը ամենատես է եւ նույնիսկ տենց ձեր մի անգամ էս նկարը ցույց տալով արդեն իդենտիֆիկացրել է հասցեն, ֆիզանձին եւ կարգավիճակը այդ կառույցի կամ բացվածքի, ուզում եմ հիասթափեցնել, դեռևս այդ կարողությունները չունեմ, բայց անպայմանորեն այս նիստից հետո կգնամ եւ կհասկանամ դա ինչ է։ Ձեզ Սարյանում հաճախ ենք տեսնում, սա էլ Սարյանում է իդեպ, պարոն Ավինյան։ Խնդրեմ։